Հարկադիր պարապուրդի 10-րդ օրը Multiston ընկերության աշխատակիցները դարձյալ գործարանի մոտ են։ Լույսը բացվելուն պես շտապել են աշխատավայր կապարակնքված դռների մոտ իրենց հարցերի պատասխանները ստանալու։ Համբերության բաժակը լցվել է, կտրուկ գործողությունների են պատրաստ բանվորները։ Եթե մեզի այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի են գնալու։ Ախր չէ որ այսքան ժողովուրդ պետական հարկեր մուծող ժողովրդի հաշվին են աշխատավարձ ստանում։ Եթե մենք չաշխատեցինք, չվճարեցինք կամ գործարանը հարկերը չվճարեցին, ինչի հաշվին են իրանք աշխատավարձ ստանում։ 10 օր մարդիկ պարապուրդի մեջ նստած են։ Ոչ մեկ չի ասել, որ ձեր պարապուրդի համար դուք նստեք տունը, ոչինչ, ձեր գումարները բայց վճարելու ենք։ Ասենք ժողովուրդը մեղ կա։ Ասեն 5 օր հետո կբացվի, 10 օր հետո կբացվի, կամ մի քիչ սպասեք, կամ կփոխհատուցենք։ Բացակայորերի համար գոնե մի պարզաբանում տան, ո՞վ պետք է տա, մեր ղեկավարը աշխատենք, աղբեր, մեզի փոխհատուցում չի տալու ինքը։ Կոտայքի քննչականի մոտից 2 օր առաջ նրանց հորդորել էին ակցիան շարունակել գործարանի բակում։ Այստեղ սակայն անելիք չունեն։ Ասում են պատրաստ են ճանապարհ փակել, կառավարություն գնալ, միայն թե իրենց ձայնը լսելի դառնա, ընտանիքները կոլապսի առաջ չկանգնեն։ Գա մարզպետ չունենք, Սարգսյան ջան, թող մարզպետը գա մեզի պատասխան տա։ Մարզպետը ավելի լավ կիմանա վերևների հետ ոնց կապ հաստատի, գան մեզի կապ տան։ Չունենք մարզպետի համար, մեկն ու մեկը զանգել գործի հետ, ընդհանրապես ոչ մեկ։ Դաժե քննչականը կապ չունես գործի հետ։ Քննչականի դիմացն ենք, մեկ եկավ պատասխան ասես քեզի։ Այսի մի մարդ ասե, մի մարդ ասել, այդ մարդն էլ ոչ մի բան չի ուզում անի։ Որովհետև դու Գագիկ Ծառուկյանի աջակից ես, դրա համար էլ սոված ես ուզում որ սոված մնա։ Դու միշտ էլ մնալու ենք իր աջակիցը։ Միշտ մնալու ենք, այո։ Ու սոված չենք մնալու։ Փագեն ուրիշ տեղա բացվելու։ Մինչև հիմա պատշաճ ու ժամանակին ստացել են աշխատավարձը, հիմա արդեն պետք է հերթականը ստացած լինեին, բայց շատերն արդեն բանկային սև ցուցակում են, շուտով նաև կոմունալները վճարելու օրն է։ Ասում են համակարգը ավտոմատ անջատում է հոսանքն ու չես կարող բացատրել, որ մեկ մարդու քմահաճույքի պատճառով հազարավոր քաղաքացիներ ստիպված են ճգնաժամ հաղթահարել։ Ասենք հիմի մարդկանց վարկի օրնալով, ասենք բանկին հետաքրքիր է, դու աշխատում ես, թե չես աշխատում, վարկես վերցը տարեք մուծեն։ Դուրս է գալի Հայաստանը ոչ թե տնտեսություն են զարգացնում, այլ տնտեսությունը քանդում են։ Ներկա պահին Հայաստանում քանի հատ գործարաններ կա, որ այս պահին փակ է։ Կարող եք ասել, ոչ, 15000 աշխատող այս պահին ոչ աշխատումն կա։ Ասենք հիմա սա գալսն հոսանքները անջատելու է։ Ով է կառավարությունը գալու է ասի դե հիմի կամ հոսանքը։ Մեզի ասելու է, մեզի հետաքրքիր չի, դու աշխատում ես, թե չես աշխատում։ Օրը եկավ ավտոմատ անջատվելու է, եթե չմուծեցինք։ Գործարանի տարածքում վաղ առավոտից նաև մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացվել։ Ասում են եկել են հասարակական կարգը պահելու եւ գործողությունները կանխելու համար։ Սպասում ենք, որ պետք է մարգար պատասխան տար, բայց փոխարեն գվարդիա եկավ։ Մի քանի ժամ գործարանի կապարակնքված դարպասների մոտ սպասելուց հետո աշխատակիցները հեռացան առանց ստանալու իրենց ուզող գլխավոր հարցի պատասխանը, երբ են նորից գալու գործարան, բայց արդեն աշխատանքի։ Մանուշակ Մելքոնյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։